Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնը։ Մայիսի 1-ը աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է, այն նշվում է աշխարհի 142 երկրներում։ Իսկ սկսվել է ամեն ինչ 1886 թվականին, երբ ամերիկացի և կանադացի աշխատավորները ցույց կազմակերպեցին աշխատանքային գրաֆիկը 8 ժամյա դարձնելու պահանջով։ Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացավ 8 ոստիկան, 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժեցին։ 1889 թվականին երկրորդ ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը հիշատակ Չիկագոյի դեպքերի որոշում ընդունեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր անցկացնելու մասին։ Սակայն առաջին անգամ այն նշվեց 1890 թվականին եվրոպական մի շարք երկրներում։ Մեր երկրում աշխատավորի օրը մեծ շուկով և տոնական շքերթով նշվում է դեռ խորհրդային տարիներից։ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը Հայաստանում ոչ աշխատանքային և տոնական է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մայիսի 1-ին նշում ենք աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը և ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։ Քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում և աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի և հանրության կյանքն ավելի լավը դարձնել։ Ասվածի մեջ բանալի արտահայտությունը հնարավորեն է։ Աշխատանքն իհարկե անհատի և հանրության կյանքն ավելի լավը դարձնելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որովհետև գոհացուցիչ արդյունքներ բերում է միայն արդյունավետ աշխատանքը, իսկ արդյունավետ լինելու համար աշխատանքը պետք է հիմնված լինի գիտելիքի շարունակաբար զարգացող հմտության, այսինքն կրթության ու կրթվելու վրա։ Սովորաբար, երբ ասում ենք կրթություն, գիտելիք, գիտելիքահենք աշխատանք, ասոցիատիվ հասկանում են գիտատեխնիկական, տեխնոլոգիական, հետազոտական աշխատանքն, ինչ իհարկե սխալ չէ, բայց ցանկացած աշխատանք շատ ավելի արդյունավետ է, երբ հիմնված է տվյալ աշխատանքի, նրա նրբությունների և առանձնահատկությունների մասին սեփական գիտելիքն ընդլայնելու և հարստացնելու գործելակերպի վրա։ Սա վերաբերում է ամեն ինչին՝ արհեստին, արվեստին, ձեռներեցությանը, գյուղատնտեսությանը, մանկավարժությանը, պետական, զինվորական, համայնքային ծառայությանը, բանվորությանն ու առաջնորդությանը և բարեկեցության հասել ու հասնում են այն պետությունները և հանրությունները, որոնք առաջնորդվում են այս տրամաբանությամբ։ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում են այս տրամաբանությամբ, հասկանալով, որ սա պարզ ճանապարհ չէ, որովհետև խոսել գիտելիքն ընդլայնելու, հանրությունը զարգացնելու անհրաժեշտության մասին նշանակում է արձանագրել, որ մենք ինչ-որ բան չգիտենք։ Ու երբեմն անհատական, հանրային, սեփական մակարդակով հեշտ չէ խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք, չնայած ակնհայտ է, որ բոլոր տեղերում բոլորն ինչ-որ բան չգիտեն։ Եվ թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով և լավ ապրում ենք մեր իմացածի չափով։ Եվ մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը և ընդլայնել մեր իմացածի ծավալը։ Իսկ սա հնարավոր է աշխատանքի և կրթության և աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիդ աշխատանքի և աշխատողների համերաշխության օրվա առիթով և ցանկանում եմ, որ աշխատանքն արդյունքի վայելում և ստեղծագործական բերկրանք նշանակի մեր բոլոր քաղաքացիների, մեր հանրության համար, որովհետև աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց։ Եվ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին և կանգնել Հայաստանի կողքին իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը իրենց երկրում և ցանկանում ենք հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ Եվ այսպիսով ցանկանում ենք խթանել տնտեսական ավելի ամուր համագործակցություն և զարգացում, ինչպես նաև աջակցել բոլոր այն բարեփոխումներին, որոնց կարիքը Հայաստանն ունի։ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը շատ բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը, անելու ամեն հնարավորը հարևանների հետ հարաբերությունների կարգավորման համար։ Մենք իսկապես գնահատում ենք Թուրքիայի հետ նրա կառուցողական երկխոսությունը, հատկապես այս օրերին, երբ հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մենք տեսնում և գնահատում ենք Հայաստանի ջանքերը և առաջնորդությունը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում, չնայած 2023 թվականի ռազմական հարձակմանը, որի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր տեղահանվեցին։
Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին անհապաղ եւ առանց նախապայմանների եւ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հայկական փոքրամասնության երաշխավորած իրավունքի մասին։ Տիկնայք եւ պարոնայք, եկեք մեր լիակատար աջակցությունը հայտնենք Հայաստանին, Եվրոպական միություն տանող ճանապարհին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ քննարկվել է 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի ընթացքը։ Իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկույցը ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ուշադրության եւ խիստ վերահսկողության տակ պահել աշխատանքների որակ եւ նախատեսված ժամանակացույցի պահպանման հետ կապված հարցերը։ Մենք ըստ պլանի մինչև մեր ծրագրային ժամանակահատվածի ավարտը մեկնարկած, ավարտված հիմնական մասով որոշները ավարտին մոտ գտնվող 340 դպրոցներում ենք աշխատանքներ իրականացրել կամ իրականացնում։ Դրանցից 45-ում աշխատանքներն ավարտված են, դպրոցները հանձնված են շահագործման, 35-ը դրանցից նոր կառուցված են, ևս 10-ը հիմնանորոգված, 295 դպրոցներ կան, որոնք գտնվում են կառուցման կամ նորոգման փուլում, համապատասխանաբար հանրագումարը կկազմի 340, 155 կառուցվողը եւ 45 կառուցվածները միասին, ընդհանուր պատկերում 200-ը լինելու են կառուցված հիմնանորոգված, իսկ 140-ը նորոգված, որոնք որ կառուցված են արդեն իսկ, դրանց ավելի մեծ մասը բաժանենք Երևանի, իսկ նրանք, որոնք որ ներկայում ընթացքի մեջ են, առավելապես բաժանենք մարզերին։ Մենք առավել մեծ կենտրոնացում ունենք հանրագումարով Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում, որտեղ 44, 46, 48 համապատասխանաբար թվեր են։ 20,000 աշակերտներ են սովորում այն դպրոցներում, որոնք արդեն իսկ նորոգված են կամ կառուցված, եւս 110,000 աշակերտներ պետք է սովորեն այս ընթացքի մեջ գտնվող նորոգվող կամ կառուցված դպրոցներում։ Այս տարվա ընթացքում ավարտին կհասցվի եւս 20-ի կառուցումը եւ 70-ի նորոգումը, այսինքն մենք 2025 թվականի ավարտին կունենանք 135 շահագործման մեջ գտնվող դպրոցներ։ Եթե մինչև հիմա մենք 45 կառուցված եւ շահագործման հանձնված դպրոցներում ծախսել ենք մոտ 50 միլիարդ դրամ, որից 2.5 միլիարդ դրամը արժեցել է գույքը եւ 47 միլիարդ դրամը շինարարական աշխատանքները, ապա ընթացքի մեջ գտնվող 295 դպրոցներում ծախսել ենք կամ պետք է ծախսենք 328 միլիարդ դրամ եւ դրան գումարած եւս 16 միլիարդ դրամ, որ ամենաներքևում մանր տողով է գրված գույքով ապահովելու համար։ Այս տարվա առաջին եռամսյակում կատարողականը եղել է 11 միլիարդ դրամ մոտավորապես, երբ որ անցած տարվա առաջին եռամսյակում կատարողականը 2.5 միլիարդ դրամ էր։ Այսինքն մենք հիմա շինարարական կազմակերպությունների հետ աշխատանքում մոտ ծավալով 4 անգամ ֆինանսական առումով 4 անգամ ավելի մեծ աշխատանք ենք ըստ էության կառավարում, քան դա եղել է նախորդ տարվա ընթացքում։ Մի թիվ եմ ուզում ասել, ամբողջ 2024 թվականի կատարողականը եղել է մոտ 50 միլիարդ դրամ, այս տարվա կատարողականը հաջորդ սահիկով ես ցույց կտամ, որ 150 միլիարդ դրամի չափ է լինելու հանրագումարով։ Այսինքն մենք այդտեղ նորից այդ թվերից դուրս գալով տեսնում ենք, որ հսկայական ծավալային փոփոխություն կա։ Մանկապարտեզների վերաբերյալ մենք ունենք այս պահին ավարտված շինարարության եւ մրցութային տարբեր փուլերում գտնվող 386 մանկապարտեզներ, բայց արդեն ունենք 500 մանկապարտեզների հստակ պատկերը, թե դրանք ինչպես են շահագործման վիճակի բերվելու 2026 թվականի ընթացքում, ընդ որում այստեղ ամենայն հավանականությամբ բոլորի հետ կապված աշխատանքները ավարտված կլինեն մինչև 2026 թվականի ամառ։ Ավարտված են 204 մանկապարտեզներում աշխատանքները, որոնցից կամ ասենք նախադպրոցական հաստատություններում այդպես ավելի ճիշտ կլինի, որովհետև նախակրթարանները, որոնք ավագ տարիքի այդ փոքրերի մեջ ավագ տարիքի երեխաների համար նախատեսված դպրոցներում գտնվող նախակրթարաններն են թվով 68 են այդ 204-ից, կառուցված մանկապարտեզները 126, կառուցված կամ վերակառուցված, եւ մեր կրթահամալիրների
շրջանակներում ձևավորված նախակրթարանները 10, շինարարության փուլում գտնվում են 156, արդեն գնման տարբեր գործընթացներում են գտնվում 26 մանկապարտեզների հետ կապված աշխատանքներ, ունենք 45 նորոգվող մանկապարտեզներ, որոնք որ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը նույնականացել են մարզերի հետ աշխատանքի արդյունքում, սրանց մեծ մասի հետ կապված մրցութային աշխատանքները արդեն ընթացքի մեջ են գտնվում։ Ունենք եւս նույնականացվող 50 մանկապարտեզներ, որոնք որ կլինեն կամ նախակրթարաններ ավելի ճիշտ է ասել, այն դպրոցները, որոնք մենք հիմա տանում ենք նորոգման, այդ դպրոցների մեջ, եթե տվյալ համայնքում նախակրթարանի կարիք կա, միանգամից առանձնացնում ենք այն հատվածը, որը պետք է նախակրթարանի նպատակին ծառայի։ Արժեքով բոլոր աշխատանքները միասին 452 միլիարդ դրամ են կազմել, սրանք ավարտված եւ ընթացքում գտնվող դպրոցների մանկապարտեզների համար հատկացված եւ հատկացվելի գումարների հանրագումարն է։ Հնարավոր է արդյոք խաղաղություն հաստատվի Ուկրաինայում։ Միացյալ Նահանգների պաշտոնյաները արդեն մի քանի անգամ զգուշացրել են, որ եթե Մոսկվան եւ Կիևը պատերազմը դադարեցնելու առաջարկներ չանեն, ապա Միացյալ Նահանգները հետ կկանգնի միջնորդությունից։ Ուկրաինայի թեման առանցքային է եղել նաեւ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 100 օրը անփոփոխ հարցազրույցում։ Դոնալդ Թրամփի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելուց հետո 100 օր է անցել, եւ այդ 100 օրերի ընթացքում քննարկված հարցը, որի ուղղությամբ ակտիվ քայլեր են արվել, Ուկրաինայի հակամարտությունն է։ Դեռ պաշտոնը ստանձնելուց առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե կարող է շատ կարճ ժամանակում կանգնեցնել պատերազմը։ Ժամանակը ցույց տվեց, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Բայց որ ամերիկյան պատվիրակները ակտիվ հանդիպումներ են ունենում ռուս եւ ուկրաինացի գործընկերների հետ, արձանագրված փաստ է։ Վերլուծաբանները այս ամենին նույնիսկ անուն տվեցին՝ մաքոքային դիվանագիտություն։ Հիմա որքանով են կողմերը ցանկանում ավարտել պատերազմը։ Այս օրերին բազմաթիվ քննադատություններ հնչել են բոլոր կողմերի հասցեին, բայց Միացյալ Նահանգների նախագահին հասցեագրված ուղիղ հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է դադարեցնել պատերազմը, Թրամփը այսպես է պատասխանել. Կարծում եմ, այո։ Ապա այս միտքը շարունակելով Թրամփը ընդգծել է իր դերը այս գործընթացում։ Եթե իմ ազդեցությունը չլիներ, նա հնարավոր է փորձեր գրավել ամբողջ Ուկրաինան։ Ընթացող քայլերին զուգահեռ վերջին շրջանում Ռուսաստանն ու Ուկրաինան ակտիվացրին գործողությունները ռազմական ճակատում։ Ռուսական կողմը հրթիռային հարձակումներ իրականացրեց։ Պատասխան գործողություններ իրականացրեց նաև ուկրաինական կողմը։ Ու չնայած հրթիռային այդ հարձակումներին, Թրամփը գոնե հրապարակային այս խոսքում Ռուսաստանի հարցում լավատեսություն է հայտնում։ Ես հավանություն չեմ տալիս վերջին հրթիռային հարվածներին։ Դրանք խաղաղություն չեն նշանակում, բայց ես կարծում եմ, որ նա իրականում ցանկանում է ավարտել պատերազմը խաղաղ ճանապարհով։ Ոչ միայն Դոնալդ Թրամփը, այլև պետքարտուղարն ու Միացյալ Նահանգների այլ պաշտոնյաներ բազմիցս զգուշացրել են կողմերին, որ եթե նրանք պատերազմը դադարեցնելու առաջարկներ չանեն, ապա Միացյալ Նահանգները կհրաժարվի միջնորդությունից։ Հերթական անգամ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը փոխանցել է պետքարտուղարության խոսնակը։ Այժմ մենք գտնվում ենք այն պահին, երբ երկու կողմերը պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնեն, թե ինչպես վերջ տալ հակամարտությանը, թե ինչպես ենք մենք այստեղից շարժվելու, այժմ նախագահի որոշումն է։ Եթե առաջընթաց չլինի, մենք որպես գործընթացի միջնորդներ նահանջելու ենք։ 100 օրը անփոփոխ մեկ այլ հարցազրույցում Դոնալդ Թրամփը ասել է, թե ուկրաինական հակամարտությունը վերջնական փուլում է։ Մենք մոտ մեկ շաբաթից կհետևենք իրադարձությունների զարգացմանը։ Մենք գտնվում ենք վերջին փուլում եւ կրկին, սա Բայդենի պատերազմն է։ Ես չեմ ուզում դրա պատասխանատվությունը կրել։ Բայց թե ինչ զարգացումների մասին է խոսքը, Դոնալդ Թրամփը չի մանրամասնել։ Քրիստիան Լագուլյան, Հորիզոն։ Այսօր առավոտյան ժամը 7:47-ին Գավառ քաղաքից 13 կիլոմետր հարավ-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 3-ից 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գավառ եւ Մարտունի քաղաքներում, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Սարուխան, Լանջաղբյուր եւ Գեղարքունիք գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Առայժմ այսքանը, կհանդիպենք ժամը 18-ին։